Կրկին ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմալիք։ Միասին կնայենք վերջերս կատարված գնումները, հագուստ, պարուսակ, կոշիկներ, աքսեսուարներ եւ խնամքի միջոցներ, բայց մինչ այդ կսրճենք միասին, դե դրեք ձեր մեկ գավաթ սուրճը ու միացեք ինձ։ Հետաքրքիրը արժևում է, դե գնացինք։ Սկզբի համար ցույց տամ խնամքի միջոցներ, փոքրիկ գնումներ, ահա այս ձեռքերի կրեմը, երիցուկով եւ անտիաժ տարբերակը, ֆորմուլան ահա Q10-ով, վիտամին E-ով եւ ունի նաեւ արևապաշտպան SPF։ Մի խոսքով ահա այսպիսի ձեռքի կրեմներ եւ երկու շամպուն, մեկը սովորական տարբերակը, իսկ մյուսը արդեն իսկ սա էլ 4 շամպուն է, հիմնականում վոլյում ստանալու նպատակով, բայց իսկ բրենդը այս առումով լավագույնն է, թիվ 1 պրոդուկտն է որպես 4 շամպուն։ Հիմա ցույց կտամ զարդերը, քանի որ իմ կոնտենտը հիմնականում զարդերի մասին է, ես կներկայացնեմ զարդերը եւ գիտեմ, որ շատ-շատերից հենց դա է հետաքրքրում։ Սկզբի համար կնայենք բրոշները, 3 անտիկ բրոշներ, 3-ն էլ շատ գեղեցիկ, հիմա մոտիկից կնայենք։ Ահա, ինչպիսի գեղեցիկ բրոշ է, շատ գեղեցիկ դաջվածքով, տեսնում ենք, որ լավ ընկերություն է կատարել այս բրոշը, ակնհայտ է անմիջապես դաջվածքից, առկա են բագետային կրիստալներ, աբե ծածկույթով և բրոշը ունի տրոմբոնային փական, ինչը բնորոշ է ֆրանսիական վինտաժին։ Դժվար ընթեռնելի է, մոտեցրել եմ, բայց դարձյալ չի ստացվում կարդալ։ Ինչևէ, համոզվեցինք նրանում, որ լավ ընկերություն է արտադրել այս բրոշը։ Հիանանք ևս մեկ անգամ, անցնենք հաջորդին։ Հաջորդ բրոշը նույնպես անտիկ բրոշ է, շատ գեղեցիկ կրիստալներով, տեսնում եք ինչքան փայլուն է եւ ունի գեղեցիկ կապույտ գույն։ Այս բրոշը նաեւ կախազարդ է, ահա այստեղից անց ենք կացնելու վզնոցը, նաև կարող ենք կրել ինչպես բրոշ, նույնպես դաջվածքից երևում է, որ շատ լավ ընկերություն է կատարել այս զարդը, ինձ համար շատ կարևոր է բրոշների ներքին հատվածը, այսինքն ներքին խոհանոցը, եթե որակով ընկերություն է, շատ կոկիկ աշխատանք է կատարում։ Եվ իսկական վինտաժի սիրահարները մշտապես ուշադրություն են դարձնում բրոշի ներսի հատվածին, դա որպես կանոն աքսիոմա է այդպես։ Մյուսը ոչ պակաս անտիկ, էլեգանտ, գեղեցիկ բրոշ է, կարծես գերբ լինի։ Եվ այստեղ նույնպես կա կախազարդ տարբերակը, բրոշը նաև կախազարդ է, ունի տրոմբոնային փական, ինչը վստահեցնում է մեզ ևս մեկ անգամ, որ ֆրանսիական բիժուտերիա է։ Այստեղ առկա են մի քանի մատանիներ, օրինակ սա, որը ունի ռեգուլե անելու տարբերակ ցանկացած մատի համար։ Ընդհանրապես խոշոր մատանիները այս մատին են գեղեցիկ, ցուցամատին, բայց սա իմ համար մի քիչ փոքրիկ է։ Աղջիկս կկրի այս մատանիները, բոլորը իր համար եմ գնել։ Սա ավելի ուրախ տարբերակ է, ծաղիկներով, քեժլ ավելի։ Այսա պերլամուտրի էֆեկտով, չգիտեմ ներսում իսկական պերլամուտր է թե ոչ, որովհետև հետևի հատվածը փակ է, իսկ այս վերևում էլ ապակի է տեղադրված, հնարավոր է, որ ներսում իսկական պերլամուտրի կտոր լինի։ Այս մատանին ժամանակակից է, գնել եմ CA խանութից, ուղղակի ինձ շատ դուր եկավ, շատ լավ է կատարված։ Այս մյուսն էլ եմ գնել CA խանութից, դարձյալ ժամանակակից զարդ է, բայց կատարված է պոդ վինտաժ, կարելի է ասել։ Իսկ սա վինտաժային բուտիկից եմ գնել, չեմ կարծում, որ վինտաժային է, կարծում եմ, որ նույնպես ժամանակակից զարդ է։ Այս մյուս մատանին էլ ծաղիկի տեսքով կալայի նման, ունի ռեգուլե անելու տեղ, տեսնում եք այս մասը այնպես է կատարված, որ յուրաքանչյուր մատի չափով հնարավոր է ռեգուլե անել։ Երկու Սվարովսկի մատանիներ, մեկը սպիտակ, մյուսը մոխրագույն, տեսնում եք, կարծես նույն մատանին լինի, նույն մոդելը
բայց տարբեր է եւ մոդելը, եւ կրիստալի գույնը, եւ դաջվածքը, լրիվ նույնը չի։ Սա էլ այսպես, մեկ թևնոց, այս տեխնոլոգիան կոչվում է գուազանե, ներսից է կատարված ինչ-որ աշխատանք, տվյալ դեպքում տեսնում ենք, որ ընդհանրապես փայլեր է տեղադրված եւ абստրակտ դիզայն է կատարված։ Եվ սրան համապատասխան գնել եմ այս մյուս զարդը, վզնոց է 3 շահ, քանի այո, ես ժամանակակից զարդեր նույնպես գնում եմ, տեսեք ինչպիսի գեղեցիկ աշխատանք է, դարձյալ գուազանե, ներսում կան ծաղկային մոտիվներ այդ ուլունքների եւ ականջողեր տարբերակը նույնպես այդ տեխնոլոգիայով է կատարված, ահա այս բրենդն է։ Այն արկա է Լաֆայետի ներսում գտնվող բուտիկներում բյուժետերիայի եւ ինչպես նաեւ Էրամ խանութ կա աքսեսուարների, այնտեղ նույնպես արկա է։ Անցնեմ մյուս վզնոցներին, որոնք արդեն վինտաժային են, ահա այս մյուսը, ինչպես տեսնում եք, գեղեցիկ մարգարիտներ են, իմիտացիա իսկական մարգարիտների, ակրիլիկ է, պարզապես փականն է գեղեցիկ վինտաժային եւ համաչափ չեն, այսինքն մանրից խոշորանում են կենտրոնական հատվածում դեպի գեղեցիկ վինտաժային վզնոց, վինտաժային փականով, ինչպես ես սիրում եմ։ Եվս մեկ մարգարիտներ, այն ապակուց է, շատ երկար է, ահա այսպես, բավականին երկար է, կարելի է հանգույց գցել, այս տրելուց կարելի է հանգույց գցել, այսքան երկար է։ Սա ապակուց է, սա ակրիլիկ է, եթե հիմա ձայնը լսեք, տարբերությունը կզգաք ապակու ու ակրիլիկի։ Ձեռք տալուց էլ ես զգում, անկեղծ ասած, այնպես չի, որ մենակ ձայնից ես հասկանում, ձեռք տալուց անգամ հասկանում ես, եթե դու ինչ-որ առումով վինտաժից հասկանում ես։ Դարձյալ վինտաժային վզնոց է երկար տարբերակով։ Կարելի է նաև երկու տակից կրել, պարտադիր չէ հանգույց գցել, ահա այսպես երկու տակից նույնպես հնարավոր է կրել։ Այստեղ արկա է դարձյալ իմիտացիա, այս դեպքում արդեն յանտարի իմիտացիա։ Այս գեղեցիկ կարմիր հուլունքներն էլ են շատ գեղեցիկ փականով։ Տեսեք ինչպիսի ճոխ փական ունի։ Այսպես։ Համապատասխան հագուստի հետ, ինչպես նաև անգամ սպիտակ թիշորտի հետ շատ գեղեցիկ է այս վզնոցը։ Եվ այս դեղինը արդեն լյուցիտային վզնոց է, ուլունքները լյուցիտից են, հաճելի է բռնել նմանատիպ ուլունքներ ձեռքում եւ փականը դարձյալ գեղեցիկ վինտաժային փական, ահա այսպես։ Անգամ հետևի հատվածը, ներսի հատվածը փականի ունի գեղեցիկ դաջվածք։ Դրա համար ես շատ եմ սիրում վինտաժային զարդեր, երբևիցե չեմ դադարի դրանք ձեռք բերել, իմ կոլեկցիայում ունենալ, կրել երբեմն, ոչ միշտ, բայց երբեմն կրում եմ, որովհետև առօրյայում իմ զարդերը շատ ճոխ են եւ առօրյայում դժվար է այս զարդերը կրել, բայց հիմնականում կոլեկցիայի համար եմ ձեռք բերում, սիրում եմ շատ զարդեր, իսկ երբեմն էլ համապատասխանորեն կրում եմ իմ լուքերի հետ, ավելի շատ աքսեսուարներով փոփոխելով նրանք, միքսելով եւ ավելի հետաքրքիր կերպարներ ստանալով։ Հիմա ցույց կտամ կոշիկները։ Անցում կատարենք կոշիկներին, սիրելիներ, բալետկաներ, Ռեպետո բրենդի բալետկաներն են։ Նախ ներկայացնեմ այս բրենդը, ֆրանսիացիների սիրելի բրենդն է, այդ թվում նաև Բրիջիտ Բարդոյի, նա շատ է սիրել այս բրենդը եւ հաճախ է կրել։ Այդ իսկ պատճառով բրենդը նրա պատվին թողարկել է բալետկաների մոդել, կոչելով նրա իսկ անվան Բրիջիտ։ Ռեպետո բրենդը մասնագիտացված բալետկաներ ու բալետի պարուհիների համար հագուստներ ստեղծող բրենդ է, պրոֆեսիոնալ մակարդակի։ Այս բալետկաները իսկապես ամենահարմարավետ բալետկաներն են, եթե ճիշտ համար ընտրեք, երբեք չի ցավացնի ոտքը, մաքսիմալ կոմֆորտ ու որակը ապահոված է, ինչպես նաև ունի էլեգանտ տեսք եւ ասեմ, որ մարմնագույն երանգները մշտապես շահեկան են, քանի որ հավելյալ հասակ են ավելացնում կանանց։
վիզուալ ավելի բարձրահասակ են դարձնում կնոջը եւ ել չեմ խոսում էլեգանտ տեսքի եւ կանացիության մասին, մշտապես այս ֆորման լինի բալետկաներ թե լոտկաներ, ավելի կանացի են դարձնում կնոջը։ Ես արդեն երևի թե ասել եմ, որ պահարանի նկատմամբ մենք նմանատիպ մոտեցում ենք ցուցաբերում, եթե կոշիկները եւ ձմեռային վերնահագուստները գնում ենք մշտապես պրոֆեսիոնալ մասնագիտացված խանութներից, ապա առօրյա հագուստների նկատմամբ այլ մոտեցում ունենք։ Եթե ես առօրյայում օգտագործվող հագուստները գնում եմ մաս-մարկետային տարբերակներից, օգտվելով ինչպես օրինակ Zara-ից, Esmara-ից, Mango-ից, Morgan-ից, H&M-ից կամ Sea-ից, ապա կոշիկների դեպքում ոչ, քանի որ պրոֆեսիոնալ մասնագիտացված խանութներում կալոտկաները ճիշտ են պատրաստված եւ շատ հարմարավետ են ոտքին եւ երբեք չեն ցավացնի։ Ամենակարևորը կոշիկների դեպքում կոմֆորտն է ինձ համար առաջի տեղում, նոր հետո տեսքը։ Իսկ հագուստների դեպքում մեծամիտ չեմ գտնվի եւ կասեմ, որ օգտվում եմ բոլոր մաս-մարկետային սիգմենտներից, ինչպես միջին դասի Mango-ից, Zara-ից, H&M-ից եւ Sea-ից ու Morgan-ից, այնպես էլ մյուս սիգմենտներից։ Եթե ուզում եմ մի քիչ լյուքսին մոտ տարբերակ ընտրել, ապա կգերադասեմ Կոսը, այնտեղ մոդելները ավելի ճիշտ են ձևած եւ մի փոքր գնային սիգմենտը բարձր է մաս-մարկետային հագուստներից, բայց շատ ցածր է լյուքսից, բայց որակապես լեկալներով համապատասխանում է լյուքսին Կոսը։ Իսկ հագուստների դեպքում առօրյա տարբերակը հարմարավետ չէ թանկարժեք հագուստներ կրել, ինչու, որտեղ ասել եմ, որ այստեղ այդ ծառայությունները քիմմաքրման շատ թանկարժ են եւ նպատակահարմար չի ամեն օր օգտագործվող հագուստը թանկարժեք լինի եւ հետո էլ ահագին գումարներ ծախսես քիմմաքրման տալու։ Այդ իսկ պատճառով ես ընտրում եմ մաս-մարկետային տարբերակը առօրյա կյանքում կիրառելու համար, իսկ տոնական տարբերակը բնականաբար կնախընտրեմ ավելի շատ Կոսից օգտվել։ Հագուստի ինդուստրիան այս առումով գերազանցել է բոլոր նորմերը, եթե ոչ տարեկան, ամսական, ապա ամեն օր բազմաթիվ անհամար հագուստներ է արտադրում, հաշվի առնելով, որ այստեղ ազգերի մեգապոլիս է, մարդիկ ունեն տարբեր մորֆոլոգիական կառուցվածքներ, տարբեր նախասիրություններ ու ճաշակ, նաև ոչ, բայց հենց կարևորը ոճը պետք է մարդը պահպանի, իր սեփական ոճը, եւ ես իմ ոճը ամրագրում եմ զարդերով, սիրելիներս։ Տեղին է համաձայնվել աշխարհահռչակ դիզայներ Yves Saint Laurent-ի հետ, որ նորաձևությունը անցողիկ է, իսկ ոճը մնայուն։ Տեղին ասված խոսքեր, ինչևէ մի փոքր շեղվեցի ես բուն թեմայից, բայց եկեք պահպանենք մեր ոճը, սիրելիներ, այն ամրագրելով մեր զարդերով, մեր աքսեսուարներով, ոճը գլխավորապես ընդգծում է ավելի շատ աքսեսուարները, կոշիկները, պայուսակները, զարդերը, քան հագուստները։ Իսկ ինչպես կարող ենք ընդգծել մեր ոճը, բնականաբար աքսեսուարներով, սիրելիներս, հենց աքսեսուարներն են ընդգծում մեր ոճը, լինի կոշիկներ, պայուսակներ, զարդեր, թե շարֆեր։ Այդ կերպով մենք կարող ենք ստեղծել մեր իսկ ոճը տարբերիչ լինելու համար, որովհետև եթե մի հագուստը դու գնում ես ու ուղղակի կրում ես առանց զարդերի, մեկ ուրիշն էլ կարող է նույն հագուստից ունենալ եւ այդ դրանում է խնդիրը, որ մաս-մարկետային հագուստները կարող են կրկնվել, բայց աքսեսուարներով մենք կարող ենք տարբերիչ երևալ նմանատիպ հագուստով։ Դրա համար շատ կարևոր է ունենալ սեփական ոճը, սիրելիներս։ Ասեմ, որ օգտվում ենք եվրոպական բոլոր խանութներից, կապ չունի թանկ, էժան, մեծամտություն չլինի ասելը, որ բացառապես օգտվում ենք միայն թանկ բրենդներից, թեպետ այս բալետկաները շատ թանկարժեք բրենդի են պատկանում, բայց միշտ էլ եվրոպական ապրանքները բոլորը որակյալ են եւ մենք ինչպես Հայաստանում, նույնպես էլ այստեղ օգտվում ենք շատ բրենդներից, կարելի ասել բոլորից, այդ թվում նաև Դեսիգալից օգտվել եմ Հայաստանում դեռևս մի 10 տարի առաջ, հիմա չգիտեմ արկա է այդ բրենդը թե ոչ, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք Հայաստանում ապրող մարդիկ, Դեսիգալը դեռևս արկա է թե ոչ Հայաստանում։ Ունի այս փոքրիկ պայուսակը բազմաթիվ գրպաններ, 1 կենտրոնական, 2 3 եւ այստեղ էլ շղթայով 4, փոքրիկ է, բայց շատ հարմարավետ է, այստեղ արկա են կաշիների բոլոր տարբերակները, հարթ կաշին, մի քիչ ավելի կոշտը, այս քրոշկա են ասում, այս տարբերակը, որովհետև ամենադիմացկունն է եւ ավելի փափուկ տարբերակը, իսկ եզրերին էլ արդեն դրել են այսպիսի կամիլիոն տարբերակը, որպես հնաոճ տեսք հաղորդելու այս պայուսակին։ Իմիջիայլոց այս պայուսակը նաև կարելի է կրել որպես կլաչ, ահա հանելով այս շղթան,
Այս պայուսակը կարող ենք կրել նաև որպես կլաչ, ահա այսպես։ Ահա այսպես կարող ենք կրել նաև կլաչ։ Փոքրիկ է, բայց հարմարավետ է, տարողություն ունի եւ շատ գրպաններ եւ շատ հարմար է cross body bag կրելու տարբերակը։ Ես իհարկե ավելի շատ սիրում եմ cross body bag կրել, թեք կլաչեր այդքան էլ շատ չեմ սիրում։ Եվ դեսի գալից ունեմ նաև այս շարֆիկը, բազմագույն գունագեղ, արկա են նաև փոքրիկ փուլեր, չմոռանաք մեկնաբանություններ թողնեք, դեսի գալը դեռևս արկա է Հայաստանում, թե ոչ, այն ժամանակ դալմամոլում կար, կարծեմ մեկ տեղ էր, մի 10 տարի առաջ։ Հիմա չգիտեմ, միգուցե կամ շատացել են, կամ առհասարակ չկա։ Շարֆը նայեք, ինչքան բազմագույն երանգներ ունի եւ դրապիրովկան կարելի է այնպես անել, որպեսզի համապատասխանի քո հագուստին։ Ավելի շատ կարող ես միատոն տարբերակը կրել վարդագույն կամ բազմագույնը, այսպես ընդգծելով դեղինը կամ կապույտը։ Տարբեր դեպքերում տարբեր կերպ է հնարավոր։ Այս կիսաշրջազգեստը ցույց տամ։ Գեղեցիկ կիսաշրջազգեստ է, ունի բացվածք, գրպաններ, հա բրենդը, շտրիխ կոդը, ցանկության դեպքում կարող եք պատվիրել։ Ինչպես նաև այս տաբաթը նույնպես Զոլանդոյից ենք պատվիրել։ Դաջվածքը կատարված է բրոնզագույն մետաղով, կոճղամները նույնպես, ուղիղ մոդել է, լրիվ ուղիղ, գնել ենք աղջնակիս համար, ահա շտրիխ կոդը կարող եք պատվիրել ցանկության դեպքում։ Օգտվում ենք ամեն ինչից, քանի որ Եվրոպայում արկա են բոլոր բրենդները, եվրոպական բոլոր հագուստները որակյալ են, այդպիսի խտրականություն չենք դնում այս բրենդից կամ խանութից օգտվում ենք, մյուսից ոչ, որովհետև բոլորն էլ օգտվում են բոլոր խանութներից, անհետեթություն է հավատալ միայն նրան, որ մարդիկ հագնվում են Եվրոպայում բացառապես թանկ հագուստներ, դա անհնար է, բոլորն էլ ամեն ինչից օգտվում են եւ ես էլ օգտվել եմ H&M-ի զեղչից, ահա կոդը կարող եք դուք էլ պատվիրել, բազիկ, շատ բազիկ գեղեցիկ բլուզ է, նավակ է կոչվում այս բացվածքը, ես սա կկրեմ այդ կիսաշրջազգեստի հետ։ Երկու շրջազգեստ, մեկը գունագեղ, գունային գամաներով, ես ընդհանրապես ծաղկավոր շորեր հաճախ չեմ կրում, ավելի հաճախ գերադասում եմ միատոն զգեստները, կատեգորիկ չեմ ասի, որ չեմ կրում, բայց գերադասում եմ միատոն զգեստները, որ առհասարակ բիժուտերիան ավելի հարմար է միատոն զգեստներով կրել, արկա է գոտի, էկո կտոր է, գնել եմ դարձյալ զեղչով, սկզբում զեղչվել է 50% կարմիրը, հետո դեղինը 70%։ Թաքցնելու ոչինչ չկա, չեմ ուզում ծիծաղելի վիճակում հայտնվել, ասելով, որ ինձ միայն թանկ զգեստներն են սազում, իհարկե դա կապ չունի, թանկ է թե էժան, կարևոր է մարդը հագուստը գեղեցկացնի, ոչ թե հակառակը, այդ է ուզում ասել։ Ուրեմն այս զգեստը սովորական սև զգեստ է, կառուցվածքով նման է նախորդին, բայց ավելի շատ բոխո ոճի է, ինչն է առաջի հայացքից աչքի ընկնում, երբ նայում ենք մենք զգեստին կամ ինչ-որ առարկայի իրի, գույնը, ֆորման եւ հետո նոր մանր դետալները, չէ։ Եթե նայում ենք, այստեղ փողիկներ են, սովորական լայնացող կլոր թևերով, բոխո ոճի զգեստ է, որը որ ես համադրում եմ տարբեր զարդերով եւ ընդհանուր առմամբ սև գույնի զգեստներ հազվադեպ եմ կրում, բայց սա կծառայի ինձ համար որպես պալիտրա իմ զարդերը ավելի արտահայտիչ դարձնելու նպատակով, որովհետեւ սևի վրա ամեն բան ավելի արտահայտիչ է երևում։ Դրա համար երբեմն ժամանակ առ ժամանակ կրում եմ այս տիպի միատոն զգեստներ, նախապատվությունը տալով միատոնին։
Եվ այս կտորները, այսպիսի բազմաշերտ բամբակյա ես շատ եմ սիրում, որովհետև միևնույն ժամանակ համ հով են պահում, համ էլ ունեն տաքացնող հատկություն այս բազմաշերտ լինելու հաշվին։ Եթե նայում ենք գնացուցակին, արժի 20 եվրո, բայց ինձ համար էական չի գինը, կարևորը, որ զգեստը ինձ համապատասխան լինի, այնպես չի, որ կարող եմ ասել, միայն թանկ հագուստներ եմ հագնում, միայն թանկն է ինձ սազում, դա մի քիչ կոռեկտ չի հնչում, դրա համար թանկը կսազի բոլորին, դա պարզ է, կարևորը, որ մարդ լինի և ճիշտ կրի իր հագուստը։ Զգեստ, որի շնորհիվ ես կարտահայտեմ իմ զարդերը, առանձնապես բարդ մոդել չի, փողիկներով, բալանչիկներով, այս տարբերակը սազում է բոլորին, կարելի է ասել ընդգծող չի և հարմարավետ է, մարմինը չի ընդգծում և հարմարավետ է, ես չեմ սիրում քիփ նեղ հագուստներ, սիրում եմ ինձ ավելի ազատ զգալ, հանգիստ ու կոմֆորտ, դա է գլխավոր կոնցեպտը իմ համար և նախապատվությունը իհարկե տալիս եմ միատոն հագուստների, ավելի շահեկան է նայվում, ավելի հեշտ ես աքսեսուարներ օգտագործում, թե զարդեր, պայուսակներ, կոշիկներ, ավելի հեշտ է ընտրել միատոն հագուստների դեպքում։ Եվ ամեն մարդ իրեն համապատասխան, իր կառուցվածքին համապատասխան որևիցե բան հաստատ կգտնի, եթե լավ փնտրի։ Եվ վերջում ուզում եմ ցույց տալ, ահա այս Victoria's Secret-ից կատարված գնումները, նույնպես on-line ենք պատվիրել, մեծ մասը գնումները կատարում ենք on-line, խնայելով մեր ժամանակը, ինչպես տեսնում եք կրկին զեղչեր են, ամեն գնումի 100-ից բարձր ամեն գնումի դեպքում 25% զեղչ կարելի է ստանալ, սա Victoria's Secret-ի հրեշտակներն են, գեղեցկուհիներ ուղղակի, որոնք պոդիումային ցուցադրություններում կրում են Victoria's Secret-ի լողազգեստները և մեծ շոու է արվում, թեպետ դադարել էին շոուները անել, բայց այս տարի վերականգնվեց այդ համաշխարհային ճանաչում ունեցող շոուն։ Սա գիշերանոց կամ տնային կիմոնո, այդպես կարելի է ասել, ահա աղջնակիս համար ենք գնել, շտրեխկոդը կարող եք պատվիրել ցանկության դեպքում, սա ամենասիրված մոդելն է ասեմ, այս կոմպլեկտը բոլոր աղջիկները գերադասում են ունենալ, շատ հայտնի և պոպուլյար է երիտասարդների շրջանակում, սա ուղղակի կոմպլեկտ է, դրա համար շտրեխկոդ այստեղ չկա, այստեղ է շտրիխկոդը մեկ կտորի վրա, բայց իհարկե ցանկության դեպքում դժվար չի գտնել, շատ պոպուլյար և ճանաչված մոդել է։ Դե ինձ սիրելիներ, կարծում եմ բան չեմ մոռացել, հիմա կփորձեմ հագուստները ես ցույց տալ իմ վրա, իսկ աղջնակս չի ուզում իմ կադրում երևալ, ամեն դեպքում ես կփորձեմ ցուցադրել այն, ինչ ինքս ինձ համար եմ գնել, դե գնացինք։
Սիրելիներ, ինչպես տեսնում եք, զարդերը շատ գեղեցիկ են ու իսկապես զարդարում են մեր լուքը, եթե չլինի զարդեր, ամեն ինչ ավելի տխուր է, կապ չունի, որ գունավոր գեղեցիկ զգեստ եմ հագել, բայց չմոռանամ ավելացնել, որ գլխավոր զարդը կնոջ համար հանդիսանում է նրա համեստությունն ու խոնարհությունը, դա է մեր գլխավոր զարդը, սիրելիներ, այն ներքուստ եւ արտաքնապես զարդարում է մեզ մեր գեղեցիկ հատկություններով ու արտաքինով հանդերձ։ Մինչ նկարում եմ տեսանյութը, գուպին այստեղ շատ հարմարավետ տեղավորվել է, շատ հարմարավետ այս քոթոթը, այս նովոյստոկը, այս թմփլիկը, իրեն լավ է զգում այստեղ, լավ, թող մնա, իսկ ես շարունակեմ։ Դե ինչ սիրելիներ, այսօր այսքանը, կարծում եմ ձեզ հետաքրքրեց այն, ինչ ես ձեզ ցուցադրեցի, հետագայում էլ ես շատ ուրախ կլինեմ իմանալ ձեր մեկնաբանություններից, թե ինչը ձեզ դուր եկավ, ինչը ավելի տպավորիչ էր, մասնավորապես զարդերի մասով, որովհետև իմ կոնտենտը հիմնականում զարդերի մասին է, կհանդիպենք շատ շուտով, ամեն բան դեռ առջևում է, մնացեք ինձ հետ, à bientôt, à très vite, au revoir, ցտեսություն։